Մոտ 40 հոգի մարգարեներ, առաքյալներ, Ղուկասը նույնիսկ բժիշկ, հինուր չկա, կա առաջինած երկրորդ, իրան շարժաղությունը, Հիսուսը նոր կտագարանը քասելով կա, բայց հին կտագարում արդեն մարգարեները գուշակել են աստուներ շնչման գրել են Ասիկ գուշակել են աստուներ շնչման Բակի տունը մի քիչ թափրտած թե չէ ներս կհրավիրեի Թե չէ մեկ գուսարել ենք դրանը գիտեք թափրտած Աստուներ շնչման գրել են արդեն Հիսուսի մասին որ կգա Մեսիան կտարապի Լեգիկ մատ մի բան մտածել Դեքատենք ես գիչքը չկա Ինթադրենք Ծնվել ենք բոլորս, ոչ գիրքը կա, ոչ տեղյակինքի, ոչ մի բանից, ոչ կրոն կա, ոչ աղանդ, ոչ մի բան չկա, վաղս ծնվել է, ինչ եք ասում, ասած երևույթի ոնց եք մտածում Ինչ մտածում Եք եմ ասում, ոչ մի բան չկա, ոչ գիրք կա, ոչ ասել են, որ ենթադրենք Հիսուս կա, եկավ, իջացել, բան, սաղ ենթադրում ենք, զրով, չկա տեն բան, ենթադրում ենք, ոնց էինք ապրելում ենք Գիտություն է չէ լինի Ինչու ով ասել Էլի չեք էլ ապրել Ինչու Գիտություն է չէ լինի Չէ լինի Մարդը բուտ կներ Ինչու Ոչ միտքը տար, ոչ պետք կտար Չէ որ աստված մարդուն ազատ կամքի իրավունքով ատավեք Բայց այդ ինչ կա ապուրի Գևորգյան, հələ կարելի Միրով, այսինքն ինչ են ծերվում աստված մարդուն տվել է կամքի Մենք ենք ընտրում, հիմա մենք ես ոչ մեկին չենք ասում չէ դու արես կերովինալ, չէ դու արես անպայմանարա, քո կամքի համաձայն են թողնում։ Հիմա նա ես ունակ մտածում, այ կրոն չլինի, ոչ մի բան չլինի, իշխունի Քաոս կա լինի Ով ասեց Ես Այսինքն Ընդհանրապես Այսինքն կրոնը մտավոր դոդերի համար է Ոչ դոդերի համար Դոդերի համար է, որ կառավարեն, կարան զսպեն, չէ, որտեղ մարդը անասնական բնույթ ունի, չէ Մարդը անասնական չի բնույթ, մարդը բանական բնույթ Չէ, շատ վադասիր Չէ, շատ մարդկանց մեծ մասը Եթե կրոն չլինի Ես գտնում եմ, որ ես անասնական բնույթ Այ ոչ թե կրոն չնի, այ կեղծ կրոն չնի Կրոն ընդհանրապես գաղափար է, աստված գործություն չունի արել Բայց աստվածաշնչով շարժվել են, դրին մարդու տանել Դա իսկ կներեք, հնդիկները որ ընդհանրենք աստվածաշնչով չի շարժվում, բան գործը վարվելու են դժոխի կրակները Հնդիկ վգաներ ունեն, Չէ, մնացածները, ովքեր վկա չեն, ինչ են վարվելու են Դժոխի, հայ չէ Դժոխի կրակ չկա, դժոխ չկա Դժոխ հենց գերեզմանում է դժոխը Որ ոչ մեկը չի ուզում Դժոխը ոչ դրախտ կա, ոչ Բայց ես իշքան դրախտ եմ շատ չեմ կարդացել, բայց իշքան կարդացել եմ դա դրախտ Սոդոմ Գոմորի մասին Սոդոմ Գոմորը արել է եւ կործանել է ժողովուրդը, որ անառակ են դարձել, լրիվ կործանել ավարը։ Ինչ է նշանակում ինքն էր ստեղծել, չէ՞, ժողովուրդը։ Ժողովրդին ինքը չլսեց ինչի զախին, այ հիմա որ ասում չեն։ Իրանք առանց կրոնի, իրանք գիտելիքներով առաջ գնացին անառակությունը տիրեց։ Այն մարդիկ ովքեր ունեն անասնական բնույթ, դրանց համար ստեղծած այդ կրոնը, որ իրանք չի ասում, չէ՞ որ այդքան։ Նրանք առանց կրոնի գնացին, անառակ դարձան, նրանց կործանեց, ասես դե գնաց։ Այսինքն աստված ամենաբարին չի, չէ՞։ Ինչի աստված բարին է։ Չէ, ո՞ց կործանեց։ Չի կործանել։ Այդ զիրուց կործանեց։ Այնքան մարգարեների ուղարկել, ոսից հիթ արդյոք, Չէ, ինչ է ստեղծում մարդը դու վստահ ես շատ խոսում։ Ես ունակ շատ վստահ եմ, որ անվստահ տեղերի վրա։ Ասած դեռ մետի է, չէ՞, տվերա ուղեղ, որը վատ աշխատում։ Խիաճ է։ Դու աշխատում ես, աշխատած չի տվել վարդը շարապար։ Որի մարդը ինչի՞ կա վատ ճանապարհ, որ մարդիկ են որ ոչ չեն ելել իսկ բանը վատ ճանապարհը։ Սադանային։ Իմաստն սադանային։ Աստվածը գեղեցիկ ուզում էր որ իրան լսեն, բայց սադանին լսեցին։ Այդ ուզում եք որ շատ թերություններ ունի, ամբողջ այս համակարգը։ Թերությունը սադանայից է գալի, ոչ թե աստծուց։ Ինչու՞ չկա սադանային։ Բայա։
Սատանա նադամին ու Եվային։ Ասենք տրանսպորտի կներես։ Բան։ Դրանից մենք շատ Բաց ճանապարհի վրա են, չէ՞։ Կորտան վերնա ինձ մամեն։ Հալ ժոկինգ։ Չէ, մենք չենք ասում։ Դժոխ չկա։ Աստվածը գիտի ում կտանի դա։ Դάχտի բազբան։ Մենք ոչ մի Դե դա չի մտած գիտնական է։ մեզ այս ինչ Աստված արել քեզ համար, ինձ համար։ Ինչ արել։ Աստվածը գիտես ինչ արել, որ իր միացուն զոհաբերել է, որ մենք նրան արյունին հավատանք ու փրկվենք։ Այստեղ էլ ասում որևէ մեկը կարող է կանխագուշակել ապագան։ Որևէ մեկը կարող Դու որ ասեցի մարգարեները չեն որ ասեցի, բայց ինչքան իշխում Աստվածը շնչում մի հատ գլուխ կա, որտեղ գրածա բուժակությամբ զբաղվում է, չէ՞, դες մի գլուխ կար։ Ես Բուժաբույթան զբաղվումները հիմա կակարտան ես։ Հաստատ ինչ ասում որ կարող բուժակել, այո կարծած բերագիր է։ կանխագուշակել ապագան։ Այսինքն Աստվածն է կանխագուշակել։ Մարգարեները։ Մարգարեներ չեն կարող, մենակ ասումիջոցում։ Բանոն մի քիչ առաջ եք ասում մարգարեները։ Առաջ մարգարեները ասումիջոցում։ Առաջ կարեն հիմա չենք։ Հիմա չէ։ Տեսիքներով եկել է Աստվածը, տեսիքներով։ Չէ, մի բան հարցնեմ, էլի։ Հա, խնդրեմ, կարծացի։ Ուզում եք լույսը վարել այդպես։ Այստեղ ինչ է Աստված հայտնվել մասին։ Ապագայի մասին ինչ է Աստված ուղերը տվել է որ մտածես չես մտածել։ Աստված լսել Ինչ է Աստված հայտնել ապագայի մասին։ Հես խոսում ենք հստակ։ Ով ա գրել, ինչ ա գրել, ես գիտեմ ինչ է գրել։ Այստեղ դրանին Լևին ջան, Շատ։ այստեղ նայ, դվազա ես որ Եկեք ներս հայ կողմի կարգեք։ Այ մեզ մենք դրան ուշադիր չենք։ Հա, ես եմ ուշադիր չեմ դարձել, դրա Լավ է, ժամանակ չունենք։ ուսանող են։ Մի րոպե ես այս իր ասածը բանանում կարքամ եմ։ Ոչ թե ամեն ոք, որ ինձ տեր է ասում, կմտնի երկնքի թակավորությունը, այլ նա ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացան, քո անունով դևեր հանեցին եւ քո անունով շատ զորավոր գործեր արեցին։ Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեն, ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացեք ինձանից, որ դուք անարյունություններ եք գործել։ Ահա, ու մներիկան կարծամ այդ բանի, աստղագիտությունը ունեն ոչ աստվածային, աստղագիտությունը չէ, եթե աստղագուշակություն են անում, դա գիտության մասին չի խոսում, գուշակության մասին։ Չէ, գիտությունից ունակ գալիս հանգում են բանաձևերով, որ մենք այսօր ես ինչքան տեղակ եմ աշխարհում, կարող են շատ դուրս աշխարհի ներարձուկում մարդու մալվան բանը կանխորոշել։ Ու շատ հստակ բանով, կա հստակ լուրջ բանաձև, աստված շատ դուրս բերած, ես շատ տեղակ չեմ, բայց հիմա կարող եմ ինտերնետով գտնեմ ցույց տամ, որ գտել են մարդիկ շատ դուրս տվյալների հիման վրա, կարող են հստակ կանխորոշեն այդ մարդկանց մահանալու բան։ Հիմա այդ ճիշտ է սխալ։ Սխալ է։ Որտեղից է իրեն։ Հիմա ասեմ, եթե մի մարդ իմանալ ինքը եկա մահանալու, գիտես ինչ վատ ազդեցություն է։ Չէ, ունեք ես իմանամ եմ, որ ենթադրենք հիմա վաղը մահանում եմ, այսօր ինքան նրանց եկան բանում եմ անելու, որ վաղը անգիսով մահանամ։ Գիտես ինչ, նայած ինչ են գիտությունը որոշում։ Գիտությունը ու Աստվածաշունչը համագործակցում են։ Օրինակ գիտությունը կարա այդքան աստղեր են հայտնաբերում, այսքան մոլորակներ են հայտնաբերում, Աստծո ստեղծածները, չէ՞, համագործակցում են Աստվածաշնչի։ Ահա, բայց մահվան մասին կարող եմ բերին ասել դու վաղեք մեղես, բայց իշնեգնի ավարիայի տակ Չէ, բայց քրիստոնյաները ինչքան են աշխարհի գնակցը։ Դա ինչքան մասը որ են։ Մնացածները ենթադրենք մամեդականները, բուդդիստները, աթեիստները կամ էլ ինչ պիտի լինեն այդ մարդիկին։ Այդ մարդիկը մեր որոշելով չի, դրանց մեջից է։ Բարի մարդկանցը ինքը փրկելու է։ Ահա, բայց ասածս է դա, եթե դու նայում ես բարության փրկելուն ինչ գույություն ունի։ Չէ, բարի մարդիկ կան։
Բայ մարդիկ ան, բայց ճիշտ է պետք է բարվի։ Չէ՞ որ ամեն մեկը ասում է բարի ես լինում, բայց մարդ չկա որ մեղք չգործի։ Բոլոր մարդիկ մեղքի մեջ են։ Պետք է զղջալ ձեր մեղքերը։ Զղջալը ստեղ մի քիչ վատ բառ է։ Եթե ենթադրենք մարդը ստեղծված է մեղսական է, հա, դա ստեղծված։ Մոնտո ստեղծողը մտածում։ Դե դա Չէ, ստեղծողը ինքը արտար սկզբից կադարյան մարդ է ստեղծել։ Վախի դարձավ անկատարել։ Էդի չանցկացել։ Որտեղ լսեց Սադանին, Ադամը Սադանենով ստեղծեց։ Սադանենով ստեղծեց։ Սադանենը իր ամբողջ հրեշտակն է, որ Չէ, ամբողջությունով տվեց իրան։ ամբողջությունը Ինքինս արավ է իրեն։ հրեշտակը չի որ հրեշտակներն են ուժեղ։ Ինք ուզում էր Աստծուց բարձր լինել։ Ինքը ստեղծեց մի հատ չէ, հստակ հարց։ Ինքը ստեղծեց ինչ-որ մի հատ բան, որը չաշխատեց։ Այսինքն ինքը լավ չէր ստեղծել։ Հիմա մենք որ գնանք մի վատ բան անենք, ասենք մեր հերնումերը մեզ տղան են ունեցել։ Չէ, այդ ուրիշ խնդիր, չէ, իրոք է։ Բացարձակ մի համալություն չէ։ Չէ, նույն բանա։ Ստեղծ, եթե ձեր հերնումերը ձեզ չեն ստեղծել, ուղղակի երևույթն է, չէ, եղել տեղից ուղղություններ եք, բայց իրան չեն կան։ Ստեղծել որ ինքը այտենց իրան առաջ գցեր իր ասում ինքը առաջին դեպք։ Չգիտեմ, ես սա բարձր Մի ծնողը երեխեն կարող է երեքը լավ լինեն, մեկը գնա խաղատուն, խաղամոլությունով ամբողջ տունը Չէ, գիտեք ինչ կա։ Մարդիկ սովորական մարդեակներ արդեն իրանք սխալվելու հատկություն են, բայց դուք ասում եք Աստված սխալ է անկերի բաներ է ստեղծում։ Անկատար է որտեղ։ Եթե Սատանի ստեղծեց Աստված, ինչու անկատար ստեղծեցինք, եթե կա Ինքը չստեղծեց մեզ, մենք ժառանգեցինք Ադամից ու Եվայից։ Ադամից ու Եվայից ստեղծեց։ Ինքը ստեղծեց։ Կատարյանները ստեղծեց։ Ծննդոց գիրքեցու չես կարտացել։ Հրաների գրած, նա, բացառում եմ։ Ես այդ ազգից զզում եմ։ Նրանք, լսի։ Բայց չէ մարտարենները լեզվով են գրել։ Ինչ։ Հայերեն չէ եղել են ժամանակ։ Հրյաներից ահավոր ազգ, Դες բան մի ասա, մի բան արա։ Մենք չենք իրավունք որ մեկից քննադատելու։ Բայց ինչու մենակ հրյաներին ընտրեց որ առաջինը։ Իրան այ հիմա միջև վերջ իրակ են ասում որ Աստվածածոր ազգը մենակ մենք ենք։ Հրյաները իրան չեն ասում։ Ազգներ իրանք ինչի չէին լսում ազգ։ Բայց հետո ամբողջ Սպասի ասեմ ինչ են դրեց։ Առաջինը եղել է Աբրամը, որ էլի ինքը հրյա չէ, ասուրի։ Իմ մոտ, այն։ Ասուրի, բայց հրյայի հավատարի մարդիկ եղել են, չէ։ Հետո որ գնացել են դրան ժառանգները Եգիպտոսում գերի են եղել, չէ։ Շատ են տանջվել, ասում են իրաց տանջանքը, հեքիա չէ, տանջանքը ասուն հասել է Իսրայել ազգին հանելա, չէ, երկրից։ Լավ, մի հատ ուրիշ հասկալ է, ապությունից չէ, այդ առաջի մաս եք ասում, ինքը դա ասում, այդ կցիկ մի կողմ, լրիվ, այդ կցիկ մի կողմ, եկանք նոր գտակարին, ավելի հետարսկիր ուներ, պաստերը դրա մեջ են, պատվիրանները, տաց պատվիրանները։ Առաջ Եովանը պատվիրաններ տվել, Հիսուսն է կրկնում։ Եհովան Առաջի պատվիրանը նայել, ասում են Հիսուսի հայր, միայն, ասում միայն ինչ, չէ, որ ուրիշ կուտ։ Բա օրենքներ կա Աստվածաշնչի մեջ, ադամորներ կա։ Ես այստեղ հարց ունեմ, ասում։ Ինչու ես տալիս եմ դրան բանությունը, որ ես կարող եմ քեզից շեղվել ու պահանջում ես միայն նույն ժամանակ, որ ընտրեմ քեզ։ Չէ, միայն ընտրել է իրա, չի, ասում են առաջի պատվիրանը, սիրիր քո Տեր Աստծուն։ Սիրիր բոլորին, ամբողջին։ Մեկին քո դիմացին, մերձավոր։ Շատ լավ բան ասում եք։ Երկրորդ պատվիրանը սիրիր մերձավորին փոխեցես։ 10 Հիսուսը որ եկավ արդեն այդ 10 պատվիրաններից առաջին ու երկրորդը ասեց, մնացածն ասում մի շնացի, մի գողացի Հարևանի աչքի Մովսեսին ա տվել պատվիրանները։ Հա, բայց հետո ինքը ոնց որ էլի կրկնեց, սկզբից Մովսեսը։ Ինքը կրկնում է։ Հա, լսեք մի բան կարծեմ։ Լևոն ջան, այս նայեք։ Նրանց ասա, կենտանի եմ ես, ասում է Գերիշխան Տեր Եհովան, ինձ ոչ թե ամբարիշտի ման է հաջող պատճառում, այլ այն որ ամբարիշտը ետ դառնա իր չար ճանապարհներից ապրի։ Չար ճանապարհներից հետ դարձի։ Ով է ստեղծել այդ չար ճանապարհը, ինչու է իմ ասում մենք ասում ենք չարությունը սատանայից է։ Սատանայինով է ստեղծել հստակ հարց։ Էլի նորից ասեցի։ Այդ հիմնական խնդիր, ամենահիմնական խնդիրը է դա, այդ դնում ենք մի կողմ, դրա վրա կառուցում ենք ինչ-որ տեսություն։ Ամենահիմքը թողած։ Հիմքը դա է, որ մենք չար աշխարհի մեջ ենք ապրում։ Ինչու՞։ Որովհետեւ սատանային Հիսուսը պատերազմել է
Սատանային գծել է Տղա ջան, մի 40 տարի առաջ ասենց էր երկրի վիճակը։ Չէ, Այսինքն ինչ իմանալ, ես չեմ եղել 40 տարի առաջ չգիտեմ։ չէ, լսել ես, ծնողներից էլ լսել, որ այսքան անբարոյություն, այսքան սպանություն, այսքան աղեր